Մի շարք լցակայաններում հեղուկ գազ չկա կամ լիցքավորում իրականացնում են միայն կտրոններով։ Մի քանի օր առաջ հեղուկ գազը կարելի էր ձեռք բերել 190 դրամով։ Այսօր արդեն գները տատանվում են 220-ից 250-ի սահմաններում։ Մի քանի ամիս առաջ նույն խնդիրն էր, դեռ հունվարին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հայաստանում հեղուկ գազի գնի աճը պայմանավորել էր հարևան Իրանում տեղի ունեցող հակակառավարական ցույցերով։ Իսկ Ռուսաստանի դեպքում եղանակային պայմաններն էր նշել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կառավարության հերթական նիստի ժամանակ իր մտահոգություններ հայտնել իրավիճակի հետ կապված, միևնույն ժամանակ վստահեցրել, որ համբերատարությամբ գույքագրվում են բոլոր խնդիրները։ Հայաստանի Հանրապետությունը մատակարարումների տարբեր ուղիներ եւ տարբեր աղբյուրներ ունեն, այստեղ է հարցը, այսինքն պետք չի այդտեղ շատ բան փնտրել։ Եվ մենք պետքա գնանք այդ ճանապարհով եւ գնում ենք այդ ճանապարհով։ Եվ համոզված եղեք մյուս տարի դեկտեմբերին էլ այդ հարցը չի լինի, որ ասում եք ամեն տարի դեկտեմբերին կլինի, մյուս տարի չէ, այս տարի դեկտեմբերին էլ չի լինի այդ հարցը, վստահ եղեք։ Աշխարհաքաղաքականից մինչև տնտեսական գործոններ ոլորտի մասնագետները հեղուկ գազի գների կտրուկ բարձրացման տարբեր պատճառներ են քննարկում։ Տարբեր գործոններով պայմանավորված ըստ էության շուկայում ճգնաժամային իրավիճակը։ Ես կամական ճգնաժամային իրավիճակի ենթադրում է ճգնաժամային կառավար։ Պետական միջամտություն։ Ամերիկա-իրանական պատերազմով պայմանավորված, գիտենք, նավթի գների կտրուկ հանքում, վառելիքի շուկայի շուրջ։ Միայն աղմուկը բավարար էր, որպեսզի ճգնաժամ, որոշակի ճգնաժամային տարեր պարունակող բաներ սկսեին, այլընտրանքային վառելիքի գինը աճեր։ Բացի այդ, լարսում խնդիր կար մեքենաների անանցանելիության հարց կար եւ էլեմենտար էր, որ դեֆիցիտ առաջանալու։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ նկատում է հեղուկ վառելիքի գների աճը իր ազդեցությունն է թողնում Հայաստանում մատուցվող բոլոր ծառայությունների վրա։ Գները թանկանում են, որը իր ազդեցություն է թողնում ինչպես տնտեսական առումով, այսինքն մեր տնտեսվարողները կորցնում են իրենց մրցունակությունը, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում, այնպես էլ սոցիալական առումով։ Մեր սպառողները ստիպված են լինում ավելի շատ վճարել ապրանքների եւ ծառայությունների համար։ Այսօր առավոտվանից էլ Facebook-յան տարբեր օգտատերեր քննարկում եւ մեկնաբանում են ստեղծված իրավիճակը, փնտրում պատասխանատու մարմիններ։ Տարբեր խմբերում փորձում հետաքրքրվել, որտեղից կարելի է հեղուկ գազ գտնել։ Որոշները գրում են, թե իմաստ չկա այդ գներով գազ ձեռք բերելու, նույն արժեքով կարելի է բենզին ձեռք բերել։ Սուրեն Պարսյանը նկատում է հեղուկ գազի գների կտրուկ տատանումները զսպելու համար Հայաստանում պետք է ստեղծել խոշոր հեղուկ գազի պահեստներ, որոնք թույլ կտան կանխել կամ նվազեցնել վերին Լարսի անցակետի կախվածությունը։ Միաժամանակ մենք պետք է փորձենք դիտարկել Իրանից եւ Իրաքից հեղուկ գազի ներկրման անխափան հնարավորությունները։ Ցավոք այս պահին բազմաթիվ դժվարություններ կան տեխնիկական, կազմակերպական առումով, այնուամենայնիվ Հայաստանը պետք է փորձի դիվերսիֆիկացնի իր հեղուկ գազի ներկրման շուկաները, դիտարկելով նաև այդ ուղղությունները։ Թե հեղուկ գազ ներմուծող ու վաճառող ընկերությունների գործողությունները որքանով են օրինաչափ ու մրցակցային, պարզ չէ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հեղուկ գազի շուկայում վերահսկողություն չի իրականացնում։ Շուրջ 180 տնտեսվարող է հեղուկ գազ ներմուծում, որտեղ ամենամեծ ներմուծողի մասնաբաժինը 7%-ը չի գերազանցում։ Հետևաբար չկան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ ու չկա նաև վերահսկողություն։ Մարինե Դվոյան, Հորիզոն։